հայկական համայնքներից։ Վերկուսակցական, վերքաղաքական է համահայկական հասարակական դաշինքը, որի աշխատանքներն այսօրվանից պաշտոնապես սկսվում են։ Մեր նպատակն է եւ առաջի քայլերը բավական հաջող արվում են, բարեբախտաբար միաբանել ազգային շահի շուրջ, պետական շահի շուրջ եւ բոլոր այն առողջ ուժերը, մտավորականներ, երիտասարդներ, հայ կանայք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք տալու բան ունեն իրենց պետությանը, իրենց երկրին, կարողանան համախմբվել եւ արդյունք տալ։ Գոյաբանական ճգնաժամ է Հայաստանում, արձանագրում է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն ու ասում, այս դաշինքի միջոցով պետք է միասնաբար ելքեր փնտրել ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք նախատեսում ենք տարբեր լսումներ եւ քննարկումներ Հայաստանի նոր սահմանադրության, Հայաստանի ընտրական գործընթացների, ազգային տնտեսության, արտաքին քաղաքականության հայեցակարգի, համապարփակ անվտանգության համակարգերի եւ այլ լսումներ, որոնք որ մեզ անհրաժեշտություն կտան եւ դրա արդյունքում մենք կունենանք համահայկական մտքի արդյունք։ Ռուբեն Կարապետյանի խոսքով միասնականությունն է փրկության եւ վերածննդի միակ ճանապարհը։ Պետականակենտրոն, հայակերտ եւ հայամետ հասարակություն ձևավորելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել ազգային պետություն, կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով, որ հենց դա է նորաստեղծ դաշինքի առաջնային առաքելություններից մեկը։ Ըստ էության մենք չունենք քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական հասարակությունը մասնակցված եւ քաղաքականացված է, ավելին ասեմ, որ քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որը ոչ թե միաբանում է, այլ պառակտում, մտել են հայկական ընտանիքներ։ Թեև 2026 թվականը ընտրական տարի է, դաշինքի ստեղծումը կապ չունի ընտրական գործընթացների հետ, այն քաղաքական պայքար չի մտնելու, վստահեցնում են դաշինքի անդամները։ Սա ստեղծվել է հասարակության իմունային համակարգը վերականգնելու նպատակով։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ներկայացնել այսօրվա մեր միջոցառման ձևը։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։